Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է առաջիկա օրերը արտառոց և ճակատագրական են լինելու հայ ժողովրդի համար և ինքն այնպիսի զգացողություն ունի, որ հասել են ինչ-որ եզրագծի։ Վաղը երեկոյան ժամը 18-ին Ազատության հրապարակում Նոր Հայաստանը նախատեսում է անցկացնել համազգային հանրահավաք։ Սեֆիլյանը հորդորում է նրանք, ովքեր ի վիճակի են հոգալ իրենց սննդի համար, մի քանի օրվա սնունդ բերեն իրենց հետ, ովքեր ոչ, շտաբն իր վրա կվերցնի պատասխանատվությունը։ Դեկտեմբեր 1-ի սկսվող պայքարը, համաժողովրդային պայքարը հաստատ մինչև դեկտեմբեր 6 չի հասնել։ Ուստի արդից օգտվելով կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվ մասնակցեն դեկտեմբեր 1-ի ժամը 6-ի հանրահավաքին Ազատության հրապարակում։ Նկատի ունենան, որ մենք իրենց հրավիրում ենք Ազատության հրապարակ, հրավիրում ենք իրենց փողոց, հստակ նպատակ ունենալով չվերադառնալու տուն, մինչև չձերբազատվենք այս գեղեցկող ոճրագործ համակարգից։ Սեֆիլյանը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության մի քանի տարբերակ են առաջարկելու, այդ թվում վրաններով Ազատության հրապարակում գիշերելը։ Վերջնական տարբերակը նրա խոսքերով ժողովուրդն է որոշելու։ Սեֆիլյանն ընդգծեց Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի պահի լրջությունը և ինքնակամ հրաժարական տա, եթե ոչ, ապա նրան սպասվում է լավագույն դեպքում Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը։ Եթե նա գիտակցի պահի լրջությունը և հերթական անգամ չփորձի արհամարհել հայ ժողովրդին, առնվազն իրեն հավանաբար սպասում է Յանուկովիչյան տարբերակը։ Իսկ եթե նա փորձի դիմադրել, շատ ավելի վատտարակույն նկարը լինի մինչև Չաուշեսկուի տարբերակը։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը 3 հայտարարություններ տարածել, որում մասնավորապես նշվում է, թե իրենք պատրաստ են միավորելու իրենց ուժերը իրավապահ մարմինների հետ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար։ Հարցին, թե արդյոք այդչափ մեծ վստահություն ունեն իրավապահ մարմինների նկատմամբ, Սեֆիլյանն արձագանքեց. Մենք վստահում ենք մեր ժողովրդին, ոչ թե գործող հակահայ ռեժիմի ներկայացնող իրավապահ մարմինները, սակայն այդ իրավապահ մարմինների նկատմամբ մենք դրսևորելու ենք համապատասխան վերաբերմունք, այսինքն վերջապես այդ մարդիկ հայ մարդիկ են, մեր երկրի քաղաքացիներն են, նրանք ևս գիտակցում են, որ այսպես շարունակել հնարավոր չէ, մենք անպայման իրենց առիթ տալու ենք, որ իրենք իրենց գործառույթում գործեն, մենք անպայման այդ առիթը տալու ենք, իսկ եթե նրանք չենթարկվեն այս պահանջին, մեր ժողովուրդը կստիպի նրանց, որ իրենք ենթարկվեն այդ պահանջին։